Հայաստանում արհեստական բանականության ոլորտում նոր նախաձեռնություն է ներկայացվել։ Մայիսի 8-ին տեղի ունեցավ Զեյրո նախագծի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում խոսվեց հարթակի ստեղծման գաղափարի, դրա տեխնոլոգիական հնարավորությունների եւ ապագա զարգացման ծրագրերի մասին։ Երեկոն մեկնարկեց հյուրերի ընդունելությամբ, որից հետո բեմ բարձրացավ միջոցառման վարողը եւ Զեյրոյի ամբասադոր Եգոր Գլումովը, ողջունելով ներկաներին եւ ազդարարելով շնորհանդեսի պաշտոնական մեկնարկը։ Նախագծի հիմնադիր Սամվել Թադևոսյանը ներկայացրեց, թե ինչպես է ձևավորվել Զեյրոյի գաղափարը, պատմելով, որ այն սկզբնավորվել է 17-ամյա Արման Ասատրյանի մտահղացմամբ։ Դե գաղափարը ընդհանուր առմամբ պատկանում է 17 տարեկան մեր հրաշամանուկին, եթե չգիտեմ, հետևել եք մեր էջերին, կիմանաք, նրանց առաջացել, որ երբ որ ինքը օգտվում էր տանը նստած իր համակարգիչով ինչ-որ գործեր էր անում, իրան անդադ ասում են գնա խանութից, չգիտեմ, հաց առարի կամ գնայես ինչ տեղես ինչ գործողություն արա, իր մտքով անցել է, բա ոնց անենք, որ միանգամից էլ չգնամ ես կամ տրով միանգամից այդ ամեն ինչը կազմակերպեմ արհեստական բանականության հետ շփվելիս, ու ինքը այդտեղ ծրագրային որոշակի լուծումներ էր գտել, որը որ կարելի է անել, ու այդ գաղափարով դիմել էր ինձ, որ կարծեք կարա սա լինի բիզնես պրոյեկտ, դառնա բիզնես պրոյեկտ, ու երկար մտորումներից հետո, մասնագետների հետ քննարկումից հետո հասկացանք, որ դա հնարավոր է, ու 9 ամիս սա տևել գաղափարից, մինչև որ այսօր արդեն պրեզենտացիային ենք Զեյրոյի շնորհանդեսն ենք անում։ Թադևոսյանի խոսքով Զեյրոն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք այն տարբերում են այլ արհեստական բանականության համակարգերից։ Նա նաև խոսեց այն հեռանկարների մասին, որոնք նախատեսվում են հայկական AI նախագծի հետագա զարգացման համար։ Սրա առաջի հերթին գլխավոր առավելությունն է, որ ինքը կարող է մնում հրամաններ կատարել։ Այսինքն դու կարող ես նույնիսկ ասենք սկզբից շփվել, որ հարցներ ինչ-որ մի բանից կամ այն ինչ-որ ձեզ հետաքրքիր է, ու ընթացքում ասել դե լավ, ինձ մի հատ մեքենա կանչի, գնանք տուն, ու ինքը այդ հրամանակատարի ձեզ մեքենա բերի, տանի տուն կամ կարող եք իրան ասել ժամը 7-ին արի իմ հետևից, ժամը 10-ին արի ծնողներիս հետևից տար գործի, ժամը 6-ին արի երեխեքին մանկապարտեզից բեր տուն, ու ինքը այդ բոլոր հրանգները կատարի, դուք էլ այդ ընդհանրապես ոչ մի բանի հետ գործ չունենաք, ու այդ ամեն ինչը տևում է 3 վայրկյան։ Հիմնադիրը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ հավելվածը օգտատերերի համար հասանելի է անվճար, ինչը ըստ նրա այն դարձնում է առավել հասանելի լայն շրջանակների համար։ Իսկ մնացածի մասով երկրորդ առավելությունը նաև որն է այն մակարդակի արհեստական բանականությունը, որը որ մենք հիմա տալիս ենք յուզերներին, այն մակարդակի արհեստական բանականությունը, որը որ մենք տալիս ենք մեր հաճախորդներին, այդ մակարդակի կոնկուրենտները գանձում են ամսական 20-ից մինչև 100 եվրո, իսկ մենք այդ անվճար ենք տալու բոլորին։ Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեց նաև Զեյրո անվան գաղափարական հիմքը։ Առանձին անդրադարձ եղավ համացանցում մեծ հետաքրքրություն առաջացրած Զեբրիկին, որը պաշտոնապես ներկայացվեց որպես նախագծի խորհրդանիշ։ Դենեք հին բոլոր էփերում նման ծառայություններ ստանալու համար պետք է մի քանի հատ գործողություններ անեք, որպեսզի կարողանաք, չգիտեմ, մեքենա պատվիրել կամ հաց պատվիրել ձեր համար, ուտելիք պատվիրել։ Այդ ամենը գործողություններ է, որը որ դուք պետք է անեք, իսկ մեր հավելվածում դա 0 գործողություն է։ Ուղղակի մի հատ կնոպկա պետք է սխմել, ասել ինձ բեր տուն կամ գրել ինձ բեր տուն, ու 0 կլիկ գաղափարն է, այսինքն կլիկ չես անում, 0 գաղափարն է դա։ Զեբր կենթանում, եթե ուշադիր լինեք, ինքը ընկերասեր, հոգատար, շատ լավ կենտրոնի է, այն բոլոր արժեքներն է ինքը կրում, ինչը որ մենք ենք կրում, կապված մեր հավելված հետ, այսինքն ինքը այն օգնականն է, որ ամենադժվար պարին լինելու է ձեր կողքին, ոնց որ Զեբրը իր ընկերների կողքին։ Ծրագրի հեղինակ Արման Ասատրյանը խոսեց համակարգի տեխնիկական կառուցվածքի հնարավորությունների եւ արդեն իսկ արձանագրված հաջողությունների մասին։ Ու միշտ դիտել եմ դրան, որ ինքը պետքա լուրջ պրոյեկտ դառնա, բոլորը օգտվեն իրանից ու օգնի բոլորին։ Ախացան, բոլորն շնորհավորում էին, տարեկիցներս իրականում գիտեին, որ ես երկար ժամանակ զբաղվում եմ այս պրոյեկտով ու շատ ուրախացան, որ այսպիսի հաջողություն ա ստացվել։ Պատանի հեղինակի խոսքով իր հիմնական նպատակը Զեյրոն միջազգային շուկայում մրցունակ եւ ճանաչված տեխնոլոգիական լուծում դարձնելն է։ Ամենասկզբում չէի սպասում, բայց երբ որ սկսեց արդեն պրոյեկտը ստացվել եւ ինձ մոտ եւ Սամվելի հետ համագործակցությունը ստացվեց, այդ ժամանակվանից արդեն հավատացել եմ, որ Զեյրոն
զարգանալու է ու դառնալու է լուրջ պրոյեկտ էլի։ Պլաններումս կա զերոն զարգացնել, դարձնել համաշխարհային պրոյեկտ, որպեսզի ոչ միայն Հայաստանում լինի, այլ նաև ամբողջ աշխարհում։ Արմանը խոսեց նաև Սամվել Թադևոսյանի հետ համատեղ աշխատանքի մասին, ներկայացնելով համագործակցության ընթացքը եւ դրա նշանակությունը նախագծի զարգացման համար։ Իրականում միայն Սամվելին չեմ գրել, փնտրում էի այնպիսի մի մարդու, որ կարող է ինձ օգնել այդ գործում, հաջողակ բիզնեսմենի, ով այդ ոլորտում կա ու գրել եմ էլի մարդկանց, Սամվելը միակը չի եղել եւ ոչ էլ առաջինն է եղել, սակայն միայն Սամվելն էր, որ տեսավ, արձագանքեց իմ նամակին, այդ նույն նամակը ուղարկվել է մի քանի գործարարների, բայց միայն Սամվելն էր, որ արձագանքեց, պատասխանեց։ Պաշտոնական ներկայացումից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան շփվել նախագծի թիմի, ծրագրավորողների եւ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել նախագծի մանրամասները եւ ծանոթանալ դրա աշխատանքային սկզբունքներին։ Միջոցառմանը ներկա են տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ, գործընկերներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ մեդիայի ներկայացուցիչներ, որոնք առաջիններից էին ծանոթանում հայկական նոր AI հարթակին։